Ինչպես ճիշտ բարևել ձեռք սեղմումով, ինչպես ներկայանալ և ներկայացնել զրուցակցին, ինչ կեցվածքով նստել և անգամ ինչ գույնի գուլպա կրել գործարար միջավայրում։ Աշխատանքային էթիկայի բազմաթիվ այլ հարցերի ևս անդրադառնում է գործարար էթիկայի և էթիկետի միջազգային որակավորում ունեցող մասնագետ Սյուզաննա Գաբրիելյանը։ Եթե մարդը ասում է բարև ձեզ, ես Սյուզաննան եմ, ազգանունս Գաբրիելյան, ըստ էթիկետի նորմի դուք իրավունք չունեք իրեն ասելու Սյուզաննա։ Այո։ Այսինքն ինքը ձեզ տալիս է կոդ։ Եթե պետք լիներ, կասեր Սյուզաննա։ Բա ինչի ազգանունն են տալիս։ Աշխատանքային միջավայրում շատ կարևոր է ինչպես ենք մենք հաղորդակցվում եւ հաղորդակցման հմտություններին տիրապետելով մենք կարող ենք կարգավորել ցանկացած զրույց, ցանկացած գործարք, ցանկացած միջավայրում մեզ ավելի ազատ զգալ, անկաշկան, ինչու՞ չէ, եթե նույնիսկ ծագեն կոնֆլիկտներ, երբ մենք տիրապետում ենք աշխատանքային գործարար էթիկայի կանոններին, հավատացեք, այդ ամենը շատ հեշտ է լուծվում։ Գավառի ուսուցողական կենտրոնի նախաձեռնությամբ և Ամքոր Հայաստան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող Էթիկայի դպրոց բարեկիրթ սերունդ ծրագրի շրջանակում կազմակերպված դասընթացին հրավիրված են հիմնականում մանկավարժներ և կրթական այլ հաստատությունների ներկայացուցիչներ։ Սա ծրագրի երրորդ հանդիպումն է։ Նախորդ երկուսը կազմակերպվել էր պատանիների և ուսանողների համար։ Առաջի դասախոսության ժամանակ մենք ընտրել էինք պատանիներին, ում մենք սովորեցրեցինք ինչպիսի վարքականոններ պետք է դրսևորել տանը դպրոցում։ Երկրորդ աուդիտորիան մեզ մոտ ավելի մեծ մարդիկ էին, ովքեր պատրաստվում են մուտք գործել աշխատանքային միջավայր, նրանց հետ նույնպես կիսվեցի գիտելիքներով, ինչպես ձևավորել ճիշտ առաջի տպավորություն, ինչպես կարգավորել խնդիրներ և ինչպես տիրապետել հաղորդակցման մշակույթին։ Հաճախ ամենատարբեր ոլորտներում հաջողության հասնելու կարևորագույն նախապայմաններից մեկն էլ էթիկայի և էթիկետի կանոնների պահպանումն է, նշում է դասախոսը, իսկ օրինակները թե նրա, թե լսարանի սեփական փորձից են։ Թե մանկական էթիկայի, թե աշխատանքային էթիկայի թեմաները շատ են և կարծում եմ մեկ հանդիպումը իսկապես քիչ է, ճիշտ է, տալիս է կոնկրետ խնդրի լուծում, բայց այնքան շատ են թեմաները, այնքան կարևոր են, որ իհարկե մեծ սիրով կընդունեմ արդեն համագործակցության այլ առաջարկներ և կկիսվեմ իմ գիտելիքներով։ Գավառի ուսուցողական կենտրոնի հետ գործակցության դասախոսություններն արդյունավետ և բովանդակալից անցկացնելու համար Սյուզաննա Գաբրիելյանին շնորհակալագիր է հանձնում կենտրոնի տնօրեն Մարիա Ղասաբօղլյանը։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։